Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է ժողովրդավարության եւ համընդհանության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը։ Բարև ձեզ, պարոն Բլեյան, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Վերջին մի քանի օրերին մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, թե արտաքին քաղաքական դաշտում, թե ներքին իրողություններ, եւ դրանց մեկը մի քանի հոգեվորականների ձերբակալություններ։ Նախ ինչպես կգնահատեք իշխանությունների այս գործողությունները եւ կարծես թե այս իշխանություն եկեղեցի պայքարը նորից որ դրսևորումներ է ստանում, նաև ինչի համար է այս պայքարը։ Հաղորդում է եղել հասարակական կազմակերպության կողմից եւ այդ հիման վրա դատախազությունը գործ է հարուցել, իսկ կարծում եմ այստեղ որևէ արտառոց բան չկա։ Նաև հաշվի առնելով թե ով է ձերբակալվել, կարելի է ենթադրել, որ այնտեղ ի վերջո դրատակը մի բան կա, հավաստի տեղեկություններ են թվում է թե եւ ես այստեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում, որովհետեւ փողով մարդկանց տանել, մասնակցել ցույցերի կամ մասնակցել ընտրությունների, թե փողով, թե ստիպելով, դա պետք է անընդունելի լինի, 18 թվականի հեղափոխությունը հենց դրա համար էր արվում եւ անկախ նրանից դու հոգեվորական ես, վեղար ունես թե չունես, անկախ նրանից դու դպրոցի տնօրեն ես, թե որևէ այլ կարգավիճակով, օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն եւ հավասար են եւ հետեւաբար պետք է սպասենք հետագա զարգացումների։ Ես նկատի ունեմ, որ պայքարը իշխանությունները բուն եկեղեցու կամ այդ հոգեվոր դասի մեջ չէ, պայքարը քաղաքական խիստ երանգներ ունի։ Այդ քաղաքական երանգներ տվեց հենց կաթողիկոսը, երբ նա սկսեց կոնկրետ ուղղություն որդեգրել եւ պահանջել իշխանության հրաժարականը 2020 թվականի պատերազմի անհաջող պատերազմից հետո, անհաջող արդյունքից հետո եւ հետեւաբար թե դու հայտ ես ներկայացնում, սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, ապա պետք է պատրաստ լինես անկանոն մարտերի եւ այստեղ նորից եմ ասում, կարեւոր չէ որ դու վեղար ես կրում, կարեւորն այն է, որ դու քաղաքականությամբ ես զբաղվում։ Եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, որոշել ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է վեղարը դնես մի կողմ եւ բացես կուսակցություն, մասնակցես քաղաքական process-ների։ Այն ինչ պետք է անի Գարեգին Բ-ն եւ մնացած այն հոգեվորականները, ովքեր մոռացել են, որ իրենք հոգեվորական են, ովքեր ոչ թե ծառայում են եկեղեցուն, այլ ծառայում են կոնկրետ մեկ անձի, տվյալ դեպքում վեհապար Գարեգին Բ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանին։ Ես այստեղ արշավ չեմ տեսնում եկեղեցու դեմ, ինչպես դրանք փորձում են ներկայացնել, որովհետև իրականում եթե արշավ լիներ եկեղեցու դեմ, մենք կտեսնենք եկեղեցիների փակում։ Օրինակ ասում են, որ սա արշավ է եկեղեցու դեմ։ Որևէ եկեղեցի չի փակվել։ Այսինքն եթե ժամանակին պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի կամ Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, դա չէր նշանակում, որ պայքարում էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ մյուս կողմից, երբ իրենք քննադատում են Տեր Արամին կամ Տեր Թադեին կամ մնացած գիտակից հոգեվորականներին, արդյոք իրենց տրամաբանությամբ իրենք պայքարում են եկեղեցու դեմ, չէ՞ որ նրանք էլ են եկեղեցականներ։ Դեպաբար այստեղ հակառակ առողջացման process է գնում, եկեղեցին պետք է առողջանա, պետք է ձերբազատվի այն հոգեվորականներից, որոնք իրականում ոչ թե նույնիսկ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, այլ երկրի շահերն են հետապնդում կոնկրետ Ռուսաստանի Դաշնության։ Այսինքն իշխանությունները վտանգ չեն տեսնում բուն եկեղեցուց, դա հասկանալի է, վտանգ տեսնում են քաղաքական ուժերից, այդ թվում նաև դրսի ուժերից, որոնց համար, այսպես ասենք, գործիք են դարձել որոշ հոգեվորականներ։ Սա մենք յուրահատուկ երկիր չենք, նույն process-ներին մենք ականատես ենք եղել թե Ուկրաինայում, թե Մոլդովայում, թե նույնիսկ Բալթիկ երկրներում, Ռումինիայում, Բուլղարիայում, Վրաստանում, ամենտեղ Ռուսաստանը փորձել է օգտագործելով մարդկանց հույզերը, ազդել իրենց գիտակցության, իրենց որոշումների վրա, փորձել համոզել եւ ստիպել մասնակցել հակապետական ցույցերին, դա նույն ձեռագիրն է, որը որդեգրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրենց պատրիարխատի կողմից եւ իրենք դա օգտագործում են նաեւ Հայաստանում։ Եվ Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացին պետք է հասկանա, որ երբ իրենք ընկրկում են այդ պահանջներին եւ իրենք մտածում են, որ դա իրոք այդպես է, իրենք իրականում սկսում են դառնալ անուղղակիորեն գործիք այլ երկրի շահեր հետապնդելու գործում։
Եվ պատահական չէ, որ իշխանություն եկեղեցի այս պայքարի ֆոնին ասպարեզ եկավ նաև Սամվել Կարապետյանը։ Այո, եւ Սամվել Կարապետյանը հերթական այսպես կոչված ծանր հրետանիներ, որ Ռուսաստանի Դաշնությանը փորձեց իջեցնել Հայաստանում, մինչ այդ իրենք օգտագործեցին ցավալիորեն այդ բառն օգտագործում Ռուբեն Վարդանյանին, եւ մենք գիտենք որտեղ է հիմա Ռուբեն Վարդանյանը, ես ցավով եմ դա ասում, որովհետեւ ի տարբերություն Սամվել Կարապետյանի Ռուբեն Վարդանյանը գոնե ինչ որ ամակ ունի արած Հայաստան հայ ժողովրդի համար, հա իրապես բարերար էր ի տարբերություն Սամվել Կարապետյանի, եւ Սամվել Կարապետյանն էլ կներեք չի կարող ոչ ասել Ռուսաստանին, որովհետեւ այն բոլոր օլիգարխները, ովքեր ոչ են ասել Վլադիմիր Պուտինին, իրենք հայտնվել են կամ բանտում, կամ մահացած են գտնվել, կամ հասցրել են փախչել Ռուսաստանից, ունեզրկվել են։ Իդեպ ենթադրվում է, որ նույնը սպասվում է Սամվել Կարապետյանին, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը պարազիտի պես զոհաբերելու է բոլորին, եւ մենք գիտենք արդեն թե ինչ է կատարվում հենց Ռուբեն Վարդանյանի ունեցվածքի հետ Ռուսաստանում։ Եվ մենք այլ դեպքեր գիտենք, մենք հիշում ենք Արկադի Վարդանյանին, ով հանդգնեց խոսել հակապուտինյան, ինչ որ ճառեր ասել։ Մենք հիշում ենք թե ինչ տեղի ունեցավ Լևոն Հայրապետյանի հետ, ով հանդգնեց հակապուտինյան խոսույթով հանդես գալ, ի վերջո նա սպանվեց։ Իրապես բարերար գործիչ էր Լևոն Հայրապետյանը, իդեպ երբ նա բանտարկված էր, բոլոր այդ այսպես կոչված բարերարները, բոլոր այսպես կոչված հոգևորականները եւ այսպես կոչված ազգային ժողովի ընդդիմադիրները իրենք բոլորը լուռ էին։ Իդեպ ասում եք, որ Սամվել Կարապետյանը ինչքան երկար մնաք կալանավորված, այդքան շուտ կամ այդքան շատ Ռուսաստանում նրա ձեռքից բիզնեսները կխլեն։ Ինչ նկատի ունեք։ Այն ինչ տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի հետ, նա հերթով կորցնում է ունեցվածքը Ռուսաստանում։ Խժռում են։ Պարազիտ երկիր են, նորից եմ ասում, իրենք խժռելու են, միջև վերջ խժռելու են։ Եվ դա է պատճառը, որ Լևոն ներողությունը Սամվել Կարապետյանն ու իր հարազատները, իր բարեկամները փորձում են ամեն կերպ արդարացնել իրենց այստեղ լինելը եւ դրանով իսկ իրենք փորձում են պաշտպանել իրենց ունեցվածքը Ռուսաստանում։ Բայց եթե Սամվել Կարապետյանը Ռուսաստանից քաղաքական ուղղորդված խնդիր է լուծում, ապա այն ինչ հիմա տեղի ունի նրա հետ, այսինքն կալանավորումը, դա կարծես թե այդ process-ի մի մասնիկն է։ Գիտեք, Սամվել Կարապետյանին կարող են եւ չձերբակալել եւ նա ազատության մեջ լիներ, բայց ազատության մեջ նա ավելի հանդուգն էր գործելու։ Եվ Սամվել Կարապետյանը այն Իվանիշվիլին էր, որը իրենք նախապատրաստել էին։ Մի ժամանակ Գագիկ Ծառուկյանն էր այդ տեխնացուն, հետո դարձավ Ռուբեն Վարդանյանը, հետո մի պահ Կարեն Կարապետյանն էր նաեւ նախկին վարչապետ, այժմ Սամվել Կարապետյանն է, այժմ նորից Կարեն Կարապետյանի անունն են շահարկում որպես ընդհանուր միասնական տեխնացու, մեր ձևով շարժման տեխնացու։ Իրենք բոլորը պետք է հասկանան, որ ապավինելով Ռուսաստանի Դաշնությանը եւ կատարելով իրենց հրամանները եւ երբ դու այլևս պետք չես, իրենք քեզ կհոշոտեն։ Եվ երբ Սամվել Կարապետյանն այլևս պետք չի լինի, այժմ դեռ պետք է։ Եվ երբ պետք չի լինի, իրենք կհոշոտեն պարզապես։ Բայց դուք բացառում եք, որ Իվանիշվիլիի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում։ Գրեթե այո, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, գիտակից քաղաքացիս տեսել է թե ինչ է կատարվում Վրաստանում, տեսնում է թե ինչ է տեղի ունեցել մնացած օլիգարխների հետ, ռուսահայ օլիգարխների հետ։ Բայց Վրաստանի քաղաքացիներն էլ պակաս գիտակից չեն եւ ավելին ասեմ, այդ ժամանակ Վրաստանը գրեթե մի ոտքով արդեն Եվրամիությունում էր։ Դա ամեն ինչ կասեցվեց եւ ռուսական գործոնը կտրուկ ազդեցիկ դերակատարություն ունեցավ եւ ամեն ինչ գլխիվար շուռ եկավ։ Դա պարզապես խաղեր ես հիշում եմ 2013-14 թվականներին իմ հանդիպումներում ապահովագրված չէ կամ ապահովագրված է Հայաստանը։ Երբ ես խոսում եմ վրացիների հետ, իրենք իրապես հավատում են Իվանիշվիլին, որ պրոեվրոպական, պրոամերիկյան գործիչ է, ինձ համար զարմանալի էր այդ համոզմունքը, որ իրենք ունեն, որովհետեւ դու չես կարող Ռուսաստանի Դաշնություն ունենալ մեծ փողեր եւ Վրաստանում վարել հակառուսաստանյան քաղաքականություն։ Դա անպատկերացնելի, այդպես չի լինում։ Եվ հետեւաբար Սամվել Կարապետյանը ենթադրենք, եթե Գյումրու երկրորդ սցենարը, ինչպես իրենք են ասում, իրագործեն Հայաստանում, հնարավոր չի լինի, որպեսզի Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը պահի ինքնիշխան։ Իրենք անելու են այն, ինչը հանդգնեց ասել Գյումրու քաղաքապետ, օկուպացված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բացնել միութենական պետություն։ Բայց ինձ թվում է քաղաքացիները միջևերջ չեն հասկանում, թե դա ինչ է նշանակում։
Իսկ դա կնշանակի, որ Հայաստանը ամբողջությամբ Բելարուսի պես կընդգրկվի Ռուսաստանի ուրեմն տիրապետության տակ եւ հարկ եղած դեպքում այստեղից նաեւ ջոկատ կուղարկեն ուկրաինացիների դեմ պատերազմելու համար։ Հիմա փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ այդ նոր ձևավորվող քաղաքական ուժը, որի առաջնորդը կա կամ դեռ պետք է լինի Սամվել Կարապետյանը, չգրանցվի։ Դեռ ավելին, իշխանամետ կուսակցություններից մեկի փոխնախագահը նաև ասել էր, թե որոշ քաղաքական ուժեր, այդ թվում ավանդական ուժերի մասն է խոսքը Հույդայի, Հայ Դաշնակցության պետք է փակվեն։ Բայց մյուս կողմից էլ մեր երկրում մենք խոսում ենք ժողովրդավարությունից եւ այլն եւ այլն։ Բայց ժողովրդավարությունը դա ամենաթողություն չէ։ Նույն ժողովրդավարական երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռումինիայում ժողովրդավարության Եվրամիության ասոցիացված անդամ Մոլդովայում, Ուկրաինայում կոնկրետ կուսակցություններ են փակվում, որոշ տեխնացուներ չեն գրանցվում ԿՀ-ի կողմից, որոշ տեխնացուներ, օրինակ ինչպես ֆրանսիական Լպենը, թարապես արգելվում է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև շատ խոշոր տնտեսական հանցագործության մեջ է նա արդեն դատվել։ Եթե կոնկրետ մարդկանց անձանց մասն է խոսքը հասկանալի է, բայց մենք խոսում ենք մի քանի կուսակցությունների մասին։ Մոլդովայում որոնք երկար ժամանակ իշխել են Հայաստանի Հանրապետությունում։ Մոլդովայում փակվել են պրոռուսական կուսակցություններ, իրենք դիմել են դատարան, փորձելով վերականգնվել, դատարան ուժի մեջ է թողել այդ որոշումը կասեցման։ Եվ դա նաև օգնեց, որպեսզի Մոլդովան հաղթանակած դուրս գա այդ ռուսական հիբրիդային պատերազմում։ Եվ այն արդյունքները, որ իրենք գրանցեցին խորհրդարանական, դա նաև արդյունք էր, որ Մայա Սանդուն երկրի ղեկավարը շատ լուրջ գործունեությամբ է զբաղվել, ընդ որում հիմա Միացյալ Թագավորությունը օգնելու է Մոլդովային, որպեսզի նա ել ավելի ամրապնդի իր դիրքերը եւ լուրջ կարողանա հակազդել ռուսական հիբրիդային հարձակումների։ Նախորդ վարչակազմը Միացյալ Նահանգների կոնկրետ նախագիծ էր մշակել եւ ծրագիր էր մշակել եւ այդ ծրագրով պրոռուսական եթերները, լրատվականները իրենք բոլորը մաղվում էին եւ դուրս էին գալիս։ Հիմա տեսեք Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության երկրորդ նախագահը նշեց, որ առաջիկա ընտրություններին դիմությունը մասնակցելու եւ կարծես թե Ռոբերտ Քոչարյանն է լինելու առաջին դեմքը, որովհետև այսօր ավելի բարձր վարկանիշ կամ հեղինակություն ունեցող մարդ ընդդիմադիր դաշտում չկա եւ գուշակեց, որ իշխանություններին հաղթելու են։ Իշխանությունները այսօր իդեմս Նիկոլ Փաշինյանի հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը ժողովուրդը կտա ընտրությունների ժամանակ, ինչպես տվեց 2021 թվականին, եւ կա այսպիսի տեսակետ, որ հենց նախկին իշխանությունների, նաև Քոչարյանի, նաև մյուս իշխանավորների նորից Երևան գալը, նորից ընտրությունների մասնակցելը այն կարևոր երաշխիքն է, որ Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի։ Այս դրամաբանական շղթայում դուք ինչ եք Ցավալիորեն մենք տեսնում ենք, որ 21 թվականը կրկնվում է 26 թվականին եւ դա շատ խնդրահարույց է, որովհետեւ իրականում 26 թվականին ազգային ժողովը պետք է լինի մի նոր որակով ընտրված ազգային ժողով եւ այնտեղի ընդդիմությունը ես անկեղծ պետք է ասեմ, ես ամենայն հավանականությամբ իշխանությունը վերընտրվելու է, բայց այստեղ կարևորը որպեսզի ընդդիմափոխություն տեղի ունենա ազգային ժողովում, որովհետեւ եթե իրապես այն քաղաքացիները, որոնք ենթադրենք գներեք վերընտրվելու է, որովհետեւ նորից Քոչարյանն է մասնակցել Այո, ընտրություններին։ իրենք մասնակցում են, 21 թվականին մարդիկ գնում են, են, եթե նրանք չեն մասնակցում, իշխանությունները վերընտրվելու շանսերը նվազում են։ Այդ ժամանակ արդեն քաղաքական դաշտը մաքրվում է, քաղաքական բովանդակությունը փոխվում է, դիսկուրսը փոխվում է եւ մրցակցելը առողջ ուժերի հետ շատ ավելի դժվար է, քան այն ուժերի հետ, ում բեռնախցիկում կան այն, ինչ կան Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի բեռնախցիկներում։ Հասկանալի է։ Այլ ուժերին չես կարող մեղադրել կոռուպցիայի մեջ, դավաճանության մեջ, չգիտեմ, ընդերքը այլ երկրի նվերելու մեջ եւ այլն։ Բայց այստեղ կարևորը որպեսզի ընդդիմափոխություն տեղ ունենա։ Եվ այն քաղաքացիները, որոնք իրապես ուզում են, որպեսզի ընդդիմափոխություն Նիկոլ Փաշինյանը հեռանա, գոնե ոչ այս ընտրություններում, ապա հաջորդ ընտրություններում, ապա ազգային ժողովում պետք է լինի այնպիսի ընդդիմություն, որը իրապես կկարողանա ձեռնոց նետել իշխանությանը։ Եվ ընդ որում դա կխոսի արդեն առողջ մրցակցության մասին, որի շահառուն է լինելու Հայաստանի Հանրապետություն եւ որի շահառուն է լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսինքն պետք է լինի հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության մասին խոսույթ, ոչ թե անցյալի։ Բայց
Ոչինչ բացառված չէ, պատկերացրեք ընտրություններում հաղթում են դիմությունը։ Այդ դեպքում մենք ըստես ինչ ենք կորցնում։ Ասենք օգոստոսի 8-ի պայմանավորվածություններ, տրիպուղի եւ այլն։ Մենք պետություն ենք կորցնելու, որովհետև ես ասացի, այդ ընդդիմությունը իրենք գալու են, իրենք ամբողջությամբ իրենք չեղարկել են օգոստոսի 8-ը։ Մարդիկ ասում են այն ժամանակ պետությունն է կար, մենք եկայինք, Արցախն էլ կար, հետո այս իշխանությունները եկան, մենք կորցրեցինք։ Այդ ժամանակ լրիվ այլ աշխարհում ենք մենք ապրում։ Այն ժամանակ չկար Ռուսաստանի ագրեսիան, որը սկսվել էր 2014 թվականին, բայց որն ավելի խորացավ 2022 թվականին, երբ արդեն լայնածավալ ներխուժեց Ուկրաինա։ Այդ ժամանակ չկար այդպիսի անջրպետը արևմուտքի եւ արևելքի միջև։ Դե այժմ խաղաղիները կգան, նորից Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կկառուցեն, նորից մենք խաղաղության մեջ կապրենք։ Բայց մենք խաղաղության մեջ չենք ապրել Ադրբեջանի հետ։ Դե այն խաղաղության, որը այդ մթնոլորտ է, կիսա պատերազմ, կիսա խաղաղություն։ Հակառակը, երբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը դիրքերը նվազում են Հայաստանում, նաև Ադրբեջանում, մենք ել ավելի ենք մոտենում խաղաղության Ադրբեջանի հետ։ Եվ այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները լարված են, դա հօգուտ Հայաստանի Հանրապետության է, որովհետեւ որքան Ադրբեջանը հեռու լինի Ռուսաստանից, այնքան ավելի նա կլինի կոնստրուկտիվ եւ հակառակը, եթե մենք շատ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, դա կնշանակի, որ մեր հաշվին Ռուսաստանը Ադրբեջանի հետ կփորձի իր հարաբերությունները լավացնել։ Իսկ այդ հաշիվը լինելու է Սյունիքը։ Սա է լինելու։ Այո, մենք կմտնենք նյութական պետության կազմի մեջ, բայց ոչ առանց Սյունիքի, ոչ առանց միգուցե Գեղարքունիքում որոշ շրջանների, որովհետև մենք հաշիվ փակողն ենք լինելու, ինչպես դա եղել է տարիներ շարունակ։ ԵԱՏՄ-ն հապկի նման փուչիկ է եւ մի օր կպայթվի։ Ես պարզապես հիշեցնեմ, որ մենք ճիշտ է միտումները կան հապկից դուրս գալու, բայց դեռ հապկից դուրս գալու, բայց վճռականությունը կարծես թե չկա։ Այ հենց դրա համար պետք է ընդդիմափոխություն ազգային ժողովում, որպեսզի նման օրինագծեր բերվեն, որպեսզի ստիպեն իշխանությանը ել ավելի վճռորոշ լինել, ավելի գործուն քայլերի գնալ։ Հակառակ դեպքում մենք կմնանք այսպես սառեցված վիճակում հապկում, այսպեսի անորոշ վիճակում ԱՊՀ-ում, որը խայտարակություն է, ընդհանրապես ԱՊՀ-ի մասնակցությունը, ես կարծում եմ խայտարակություն է, որովհետև երբ մենք ստիպված ենք կատարում ԱՊՀ-ի շրջանակներում այդ Քիշնևի շրջանակում ձեռք բերված կոնվենցիաներով եւ ձեռփակալում ենք այստեղ ազատասեր վրացիներին եւ գիտակից ռուսաստանցիներին, իհարկե շնորհակալ եմ, որ չենք արտահանձնում Ռուսաստանին, բայց այն հանգամանքը, որ մենք ինձ ձեռփակալում ենք, դա արդեն խնդրահարույց է, դա խայտարակություն է։ Պարզ է։ Եվ վերջում շատ կարճ Թրամփը չստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ, սա կհիասթափեցնի գերտերության առաջնորդին տեքստիպի նոր այսպես ուժով լցվել խաղաղություն կառուցելու գործին։ Որքան ես հասկացա, դա 24 թվականին էր վերաբերվում։ Այն ժամանակ դեռ նախագահը նոր էր ընտրվում կամ նույնիսկ չէր ստանձնել իր պարտավորությունները, ես կարծում եմ, պարտականությունները, ես կարծում եմ դեռ 25 թվականի նա արդեն որպես 25 թվականի տեխնացու 26 թվականին պետք է գնահատական տրվի, հա, եւ այն հանգամանքը, որ նա կարողացավ Գազայի եւ Իսրայելի միջև բերել խաղաղություն, դա լուրջ առաջընթաց է։ Դա նույնիսկ հավասարազոր է մնացած այն 7 պատերազմներին կամ կոնֆլիկտներին, այդ թվում էր, որ նա կարողացավ խաղաղացնել։ Շնորհակալություն։ Այսքանը մեր հյուրն էր Արնոլդ Բլեյանը։